1915 թվական ինքնապաշտպանական մարտ էր, հիվանդություն, սով, դավաճաներով լի անտառներ, հարազատների ու ընկերների կորուստ, հարազատ ժողովրդի կոտորվող քարավաններ։ 15 թվականի մարտի 15-ին երեկոյան Սեբաստացի Մուրադի տունն են գալիս 3 ոստիկան, հանձնում Ալիբեի գրությունը շտաբ գործով ներկայանալու հրահանգով, պարզ էր թե ինչ գործով, եղբոր որդու և մի քանի ընկերների հետ նա բարձրանում է լեռները։ Սկսվում է բռնի տեղահանությունը։ Գյուղացիներից շատերը համոզված էին, որ բռնի տեղահանությունն ու կոտորածները հենց Մուրադի պատճառով են, քանի որ վերջինս չի ենթարկվում թուրքական կառավարությանը։ Հետո Սեբաստացի Մուրադը պիտի գրեր. մեր գյուղը կտարածվեր մեր աչքին առաջ, օդը սաստիկ ցուրտ էր և հաց չունեինք այդ օրը, մենք դուրսը, մեր թշնամին մեր տուներում մեջ, մենք հաց չունեինք, թշնամին մեր հացը կուտեր։ Մի օր էլ տեսնում է իրենց գյուղացիների քարավանը, սակայն չի կարողանում ոչնչով օգնել նույնիսկ իր ընտանիքի անդամներին։ Իմացա, որ մայրս այդ քարավանին հետ էր։ Ժողովուրդը զինկկանից է, քու տղուտ պատճառով եղավ այս բոլորը, քար ծնեիր, այդ չար զավակը չծնեիր։ Մեկ այլ քարավանում Մուրադի կինը և որդին էին։ Նրանց բոլորին Մուրադը հետագայում պիտի փնտրեր, բայց այդպես էլ չպիտի կարողանար գտնել։ Խեղճ ազգս, ինձի կհայոյես ու կնախատես, որ իմ պատճառով ամբարտավան թուրքը քեզ կսպանե։ Ժողովուրդ, եկուր հետևես, զենք վերցուր, զենք, որ փրկվես, ուրիշ փրկություն չկա, զենքը կարիք մնե, անհետաձգելի կարիք մնե, անեծք, բյուր անեծք աննոր, որ թուրքի վրեժ չի լուծեր, 7 պորտեն անդեն։ Ամբողջ գիտակից կյանքն ու գործունեությունը հայրենիքին ու պայքարին նվիրած Սեբաստացի Մուրադն ասում էր. ժողովուրդը, որ ինք զինքը պաշտպանելու միջոցներ չունի և ոչ ալ քաջություն դիմադրելու, միշտ ենթակա է ջարդվելու, կռվելով միայն կրնանք փրկվել, այս է վերջին խոսքս և կտակս ձեզ։